Նախ փորձենք հասկանալ ինչ այստեղ է։ Ես սալուտում եմ ասել դեր կոպեկա։ Բայց ես մտնեմ ներս, որտեղ շատ բանից ներսացված չէ, միած բանից եղել քննչական գործողություն։ Ձեզ նախաքննական մարմնից են ասել, որ եկեք այստեղ, Ղուկասյանը այստեղ է հիմա։ Այո, ծախսել եմ, ես ասեով ներկայանալու։ Իսկ ապահովության մեքենա եկավ իր համար է։ Հավանաբար, որովհետև առավոտյան ամեն դեպքում խնդիրներ ունի եղել։ Իմ տեղեկություններով այո։ Պարոն Հայրապետյան, իսկ դուք լսել եք նախաքննական մարմնի ձայնագրությունը, դա իր ձայնն էր, ինքն եք աշակերտել, խոսել եք այդ այսօր։ Իշխանով երգում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգաման պարոն Ղուկասյանը չի։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որպես նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր 25 թվական Այսինքն այս իրագործում Եվս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար տեղեկություններ ես չունեմ։ ներողություն եմ խնդրում, մեկ հստակեցում։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի այդ 24 բանը։ թվականի համայնքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ էլ 25 թվականի փետրվարի ԹՊ-ի տեխնացիային կամ պաշտոնակադային հարցեր։ Ինչու են նման բաներ եղել։ Բայց քաղաքապետարանի ներսում չէ՞ ձայնագրությունը։ 6-7 թվականից մեկն է վերագրվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ուղղված։ Այսօր պայմանավորում եք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որտեղ քաղաքապետ եւ դապետ շփվի առանցին քաղաքականներ ասում են տոփճապումները հավաքի Մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է Անդոնիս վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտը։ Քաղաքական դաշտից հեռացնելը հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Աստվածաշնչի ֆիզիկապես ոչնչացնելով, որ այդ կապված մենք հանցագործության հաղորդում ենք երկրացիա քննչական մարմիններին, բայց գտել են, որ դա քննարկման ենթակա չէ։ Ես կանա կներեք ժողովուրդ, ես չգիտեմ, ես դա լրատվամիջոցներից ես պաշտոնապես ես բային ոչինչ չունեմ։ Պարոն Հայրապետյան, ասում են քաղաքի միշտ օգնություն են ներկայացնում։ Հավանաբար կներեք